Բոլոր օրերի ընթացքում դուք բոլորը տականատես էիք այն ահաբեկման մթնոլորտին, որը փորձում էին ստեղծել մեր հավաքների ու երթերի շուրջ։ Այդ ահաբեկման փորձերը դեռևս շարունակվում են եւ արտահերթ հայտարարության համար ես հրավիրում եմ Կարժան Ավետիսյանին, խնդրեմ։ Բարև ձեզ։ Քիչ առաջ հակահարված քաղաքացիական նախաձեռնությունից տեղեկություն ստացանք, որ Կողբացի փողոցի վրա հարձակվել են մի խումբ անձինք, հարձակվել են հակահարված նախաձեռնության անդամների վրա, ընթացքում ներկայանալով որպես ազգային անվտանգության ներկայացուցիչներ, ծեծի են ենթարկել նրանց, հայոել են եւ նախաձեռնության անդամներից Արման Ղարիբյանին առևանգել ու տարել են իրենց հետ։ Մանրամասները ճշտվում են։ Միևնույն ժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ քաղբանտարկյալ Հայկ Գյուրեղյանը դեռևս հացադուլ է անում եւ Հայկ Գյուրեղյանի հայրը Արմենակ Գյուրեղյանը տարածել է հետևյալ հայտարարությունը։ Հայկ Գյուրեղյանը ձերբակալման պահից սկսած ենթարկվել է ֆիզիկական եւ բարոյհոգեբանական ճնշումների։ Դեռ նախաքննության ընթացքում նա ենթարկվել է խոշտանգումների ոստիկանների կողմից, որի նպատակն է եղել կոտրել արդարության համար ռեժիմի դեմ պայքարի ելած երիտասարդի ոգին։ Սակայն տեսնելով նրա անկոտրում կամքը, իշխանությունները սկսեցին վրեժխնդիր լինել Հայկ Գյուրեղյանից, արգելելով նրա տեսակցությունը հարազատների հետ, միաժամանակ փորձելով վարկաբեկել եւ հասարակական բացասական կարծիք ձևավորել նրա նկատմամբ։ Դատական նիստերի ընթացքում Հայկ Գյուրեղյանի հայտարարությունները, ոտքի չկանգնելը եւ իշխանություններին համապատասխան բնորոշումներ տալն էլ ավելի բորբոքեց ռեժիմի զայրույթը։ Հայկ Գյուրեղյանը զրկվեց դատական նիստերին մասնակցելու եւ իրեն պաշտպանելու հնարավորությունից։ Խստացվեց նաեւ մեղադրական հոդվածը, պահանջելով 16 տարվա ազատազրկում։ Չնայած այդ բոլորին, Հայկը շարունակեց պայքարը։ Գտնվելով բանտում, նա հայտարարություններով իր զորակցությունը հայտնեց սահմանադրական փոփոխությունների եւ ռեժիմի դեմ պայքարող քաղաքական ուժերին։ Այս բոլորից հետո տարբեր եղանակներով ճնշումների ու սպառնալիքների ենթարկվեցին նաեւ Հայկ Գյուրեղյանի հարազատները։ Եղել են սպառնալիքներ, արդյոք չենք մտածում, թե ինչ կարող է լինել բանտում գտնվող Հայկի հետ։ Նաեւ սպառնալիքներ են եղել նույն հոդվածներին արժանացնել եւ ազատությունից զրկել Հայկի ընտանիքի անդամներին։ Այս բոլոր անօրինական գործողությունները ծրագրվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից։ Հայկ Գյուրեղյանը փաստացի պատանդի կարգավիճակում է եւ իր պաշտպանության միակ միջոցը մնացել է հացադուլը։ Հայկ Գյուրեղյանն արդեն 24 օր է հացադուլի մեջ է, գտնվելով բանտում Հայկը ձեռք է բերել առողջական լուրջ խնդիրներ, լինելով չծխող, միաժամանակ գտնվելով փակ եւ գերբեռնված տարածքում, որտեղ կալանավորների թիվը եռակի ավելի է 17 հոգի, ուր քնում են հերթափոխով, չկա պատշաճ օդափոխություն, արդյունքում առաջանում է թթվասնային քաղց։ Հայկը ձեռք է բերել ալերգիա ծխի նկատմամբ եւ քրոնիկական հազ։ Հարազատների դիմումից հետո Հայկը ստացել է թերի բուժում, որը դադարեցվել է պատճառաբանելով, որ համապատասխան մասնագետ չկա։ Այժմ Հայկը ծայրահեղ հյուծված վիճակում է, նրա առողջությունը եւ կյանքը վտանգված են, բայց նրա ոգին ու կամքը անկոտրում։ Կա անհանգստություն, որ նա դիտավորյալ սննդի հետ կարող է ստանալ առողջությանը վնաս պատճառող նյութեր։ Անհրաժեշտություն կա Հայկ Գյուրեղյանին անապահ տեղափոխել առանձին խուց եւ ապահովել նրա բուժումը։ Հայկ Գյուրեղյանի եւ ցանկացած կալանավորի առողջության ու կյանքի համար պատասխանատու իշխանությունը, որը պետք է ապահովի բոլոր կալանավորների կյանքի ու առողջության անվտանգությունը, այլ ոչ թե քաղաքական վրեժխնդրությունը դարձնի գործելավոճ։ Ազգային անվտանգությունը իր գործակալների, իր հետ համագործակցող անձանց միջոցով Հայկ Գյուրեղյանին դրել է ծայրահեղ ծանր փակողային վիճակում։ Նրա կյանքը եւ առողջությունը վտանգի տակ է։ Այս ամենի պատասխանատուն Սերժ Սարգսյանն է։ Զգուշացնում եմ նման ստոր նենք գործելակերպով ոչ միայն Հայկ Գյուրեղյանի, այլև հայ ժողովրդի հետ դուք բացում եք երկրորդ ճակատ։ Դուք հասնում եք նրան, որ Ադրբեջանին պատերազմ հայտարարելուց առաջ հայ ժողովուրդը ձեզ հայտարարի պատերազմ։ Արմենակ Գյուրեղյան, Հայկ Գյուրեղյանի հայրը։